Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը հասել է այն կետի, երբ ոչ մի կերպ հնարավոր չէ կանխատեսել, թե հաջորդ քայլն ով է անելու։ Հերոսների մութ անցյալը, չասված ճշմարտություններն ու անչափ մեծ ցավը հերթով ի հայտ են գալիս, բռնկելով իրադարձությունների հետաքրքիր շղթա։ Այս դրվագում դրաման հասնում է իր գագաթնակետին։ Սեմն, ով տարիներ շարունակ ապրել է հոր սպանության ստվերում, վերջապես հավաքում է բոլոր հատվածները, նույնիսկ սիրահարվածությունը Ֆաինայի նկատմամբ չի կարող նրան խանգարել տեսնելու ճշմարտությունը։ Նրա համոզմունքն ամուր է, Հենդոն է սպանել իր հորը, այս համոզմունքը դառնում է նրա կյանքի շարժիչ ուժը։ Այժմ ամբողջ ցավը, հիշողությունները, արդարության զգացումը միանգամից պայթում են նրա ներսում, և նա այլևս չի կարող սպասել։ Սեմը գալիս է Հենդոյի մոտ, որոշել է վերջ դնել ամեն ինչին։ Նրա ձեռքում ատրճանակն է, իսկ աչքերում ամբողջ կյանքի կուտակված ատելությունը։ «Ես ամբողջ կյանքս սպասել եմ այս պահին», ասում է նա, մինչև ձեռքը դողում է զայրույթից, բայց այդ պահը, որը կարծես դատավճիռ էր Հենդոյի համար, անսպասելի շրջադարձ է ստանում։ Այնտեղ է հայտնվում Սեմի քույրը Մերին։ Նա, իմանալով եղբոր մտադրությունը, միակ բանը, որ ցանկանում է, կանգնեցնել նրան, բայց ճակատագիրը դաժան խաղ է խաղում, հնչում է կրակոց ու Մերին հայտնվում է հիվանդանոցում։ Արդյոք կմահանա Մերին, թե կպայքարի, ցույց կտա ժամանակը։ Տեսանյութերը համացանցում վայրկյանների ընթացքում դառնում են վիրուսային, մարդիկ զայրացած են, ցնցված, իսկ ոմանք էլ սկսում են կասկածել՝ արդյոք Հենդոն իսկապես մեղավոր է։ Այս պահից սկսած ամեն ինչ տակնուվրա է լինում։ Հենդոն պնդում է՝ ինքն անմեղ է, ավելին, նա տարիներ շարունակ ասում է, որ ոստիկանի մահվան մեջ մեղավոր է Բագրատը։ Բայց ինչու Բագրատը երբեք չի խոսել այն մասին, որ Հենդոն է այս ամենի հետևում կանգնած, և ավելին, հենց այս ոստիկանի սպանության համար է, որ Բագրատը հեռացել է Հայաստանից։ Ինչ է կատարվում, ով է կազմակերպել հարձակումը, իսկ մեղքն ընկել է Հենդոյի վրա, թե սա էլ է խոշոր պլանի մի մաս, որում մեկ ուրիշը շահում է բոլորի անկումից։ Որքան հարցեր, այնքան պատասխաններ։ Բագրատը անհետացել է քաղաքից, ոմանք ասում են փախել է Հայաստանից, մյուսներն էլ կարծում են նա էլ մի գործարքի մեջ է մտել ու ժամանակավորապես դուրս եկել դաշտից։ Իհարկե այս ամենը տարիներ առաջ, բայց եթե նա իսկապես կապ ունի սպանության հետ, ինչու է այսքան տարի լռել։ Մինչ Մերին պայքարում է իր կյանքի համար հիվանդանոցում, Սեմը պատռված է ներսից։ Նա միանգամից կորցրել է երկու կարևոր մարդ՝ իր քրոջն ու սերը, իսկ հեռուստադիտողներն արդեն սպասում են հաջորդ դրվագին, պարզելու արդյոք Մերին կապրի, ով է իսկական մարդասպանն ու ինչ գաղտնիքներ է Բագրատն իր հետ տարել։ Սա արդեն սերիալ չէ, սա դրամա է սիրո, վրեժի, դավաճանության ու ընտանեկան կապերի մեջ մոլորված մարդկանց մասին։ «Վերջին զանգը» սերիալը հաստատում է իր դիրքը որպես ամենադիտված ու ամենաքննարկվող նախագիծ, թողնելով բոլորին սպասման սեղմված սրտով։ Դե ինչ, մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք հեռուստասերիալում կատարվող իրադարձությունները և իհարկե առաջինը տեղեկանաք նոր սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին եք ամենաշատը հավանում և որ դերասանի կամ կերպարի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Նշենք, որ ամենահետաքրքիր դրվագները դեռ առջևում են, իսկ ամենադիտարժան տեսանյութերը առաջինը հայտնվում են մեր ալիքում, այնպես որ միացեք մեզ ու միասին կբացահայտենք սերիալում ընթացող իրադարձությունները։ Իսկ Աննան հայտնվել է մղձավանջի մեջ։ Նա լսել է Սոսի ձայնը, բնականաբար նա չէր կարող անտարբեր լինել այդ ձայնի նկատմամբ, իսկ ինչպես է բացահայտելու այս ամենը, ինչպես Անետն է ասում, օղակը գնալով սեղմվում է ու շատ շուտով Աննան բացահայտելու է ճշմարտությունը։
Միքայելը լսեց, որ նրա ականջներում հնչում է սոսի ձայնը, բնականաբար դա նրան դուր չի գա, քանի որ այսքան տարիներ նա փորձում է պայքարել սոսի ստվերի դեմ: Արդյոք նրան կհաջողվի, թե Աննան կհեռանա երկուսից էլ ցույց կտա ժամանակը: Բայց իհարկե Աննան չի կարող ներել սոսին, որովհետև նա անհետացել է, իր մասին որևէ տեղեկություն չի հայտնել և ավելին, նա ամուսնացել է Լիլիթի հետ ու նրանք համատեղ երեխաներ ունեն: Սա Աննային չի թողնի, որպեսզի նա ների սոսին, բայց Միքայելի մասին գաղտնիքների բացահայտումը ևս Աննային չի թողնելու հանգիստ ապրել Միքայելի կողքին: Թե ինչ է սպասվում այս հետաքրքիր զույգին և արդյոք ճակատագիրը նրանց համար էլ ավելի դաժան ու հետաքրքիր անակնկալ է պատրաստել, կիմանաք շատ շուտով: Անգելինան ու Հենրին բանից անտեղյակ, թե ինչ է կատարվում իրենց թիկունքում, իրար սեր են խոստովանում: Արդյոք նրանք կկարողանան հաղթահարել իրենց անցյալում, իրենց ծնողների անցյալում տեղի ունեցած ճակատագրերն ու կլինեն միասին, ևս ժամանակի հարց է: Բնականաբար սիրող զույգերը կպայքարեն, բայց նրանց շուրջ կատարվող իրադարձությունները անտարբեր չեն թողնի ոչ ոքի և այդ ամենը կազդի նրանց ճակատագրի վրա: Դե ինչ, ամենահետաքրքիրը դեռ առջևում է: Կփրկվի Մերին արդյոք, թե այդ կրակոցը ճակատագրական կլինի նրա համար: Կտեսնեք մեր տեսանյութերից մեկում: Միացեք մեր ալիքին ու դիտեք: